Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես են Զորական գյուղի բարձր դասարանի մի խումբ աշակերտներ բառից բուն իմաստով խոշտանգում, ծեծում եւ նվաստացնում նոյեմբերյանի պետական քոլեջի սովորողի։ Դեպքը կատարվել էր սեպտեմբերին, սակայն այն տարածվեց անցյալ շաբաթ եւ ընդ որում համացանցում է տարածված սարսուռ տեսանյութի մասնակիցներից մեկն էր այդ նկարողը։ Ավաղ սա մասնավոր դեպք չէ եւ մենք այսպիսի դեպքերի ականատես լինում ենք գրեթե ամեն վայրկյան լրահոսում։ Հանրային ագրեսիայի, ծանր հանցագործությունների, վենդետաների մասին լուրերով ողողված է լրահոսը։ Եվ սա ըստ էության անառողջ հասարակության ցուցիչ է։ Դատարաններում սպանություններ, դանակահարություններ, փողոցում դանակահարություն, հետո այս բարքերը տեղափոխվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, բանակ եւ այլուր։ Մի խոսքով քրեական բարքերի առատություն։ Ես իհարկե վստահաբար եմ ասում, որ սա մեկ գերատեսչության տարածքի խնդիր չի, ողջ հասարակության համար է սա խնդիր եւ մեկ գերատեսչությունից անդին այստեղ անելիքներ ունեն, թե ներքին գործերի նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանը, դատախազությունը եւ առհասարակ հասարակությունը։ Եվ իրապես սա շատ խորը խնդիր է, բայց կոնկրետ հիմա հարցը սողելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանին ուզում եմ հարցնել, թե կոնկրետ այս դեպքի առիթով նախարարությունը ինչ գործունեություն կամ գործողություններ է ձեռնարկել, ուսումնասիրել է արդյոք Չավայրը եւ ինչ կոնկրետ քայլեր են նախատեսվում այս կարգի բարքերը ընդհանրապես կանխարգելելու ոչ միայն կոնկրետ այդ մարզի, այդ դպրոցի, այդ ուսումնական հաստատության մասին է խոսքը, այլ առհասարակ ուսումնական հաստատությունների։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան հարցի համար, դուք ինքներդ նշեցիք, որ դա մի գերատեսչության խնդիր չէ, դրա համար ես հարկամարեցի մոտենալ, նախ ուրախ եմ, որ մեր գնահատականը այլևս վերապահում եք պատմությանը, որովհետև զգում եք, որ ձեր գնահատելու ռեսուրսը այլևս սպառված է։ Երկրորդը, ինչի այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել եւ ասել, թե ինչի է տեղի ունեցել։ Այդ տեղի է ունեցել այդ թվում են պատճառով, որ այդ թվում ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ որ կառավարության սուբվենցիոն ծրագրող Գյումրիում շատրվանը միացնում են Դոլա Վառավսկայա երգը, այդ դրա համար է տեղի ունենում։ Այ հիշում եմ, որ ես պատգամավոր էի եւ այնտեղ էի նստած, ձեր խմբակցության մի պատգամավոր էլ այնտեղ էր նստած, բանի այդ իրազեկման, ոնց էր կոչվում, ազդարարման համակարգը, որ քննարկում էր, ձեր խմբակցության պատգամավորն ասում էր, չհասկացա, գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում։ Այն պատճառով է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ մեր հանձնառությունն է, ես ասում եմ, պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել, այդ քրեական ենթամշակույթը բան անելու, արմատախիլ անելու համար։ Դա գալիս է, այո, ասում եմ նրանից, որ տղա երեխեքը սկսում են լեզուները բացվում է, դեռ ցավոք Հայաստանում շատ տեղեր առաջի բառը, նույնիսկ երբեմն մամա պապայից առաջ բան են հայհոյանք ենք սովորացնում, հետո է ազգուտակով հավաքվում ծապ տալիս։ Բա ինչ է լինելու դրա վերջը։ Բա այդ է լինելու։ Իհարկե ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է այդ հարցերով զբաղվենք։ Եվ ԿԳՄՍ-ն, եւ ՆԳՆ-ին, եւ քննչական մարմինները, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Պետք է եւ ուզում եմ ասել նաեւ, որ սոցիալական ցանցերի այս բանը իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա։ Եվ այսօր բազմաթիվ եվրոպական երկրներ եւ բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ։ Ընդամենը օրեր առաջ, շաբաթ առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Եվ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, հասկանանք, որ չի լինում հատվածական լուծումներ։ Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը ընդհանրապես պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ։ Ամենօրյա պայքարի թիրախ։ Դա է լուծումը բոլոր տեղերում, քաղաքականության մեջ,
Մենք այսօր քաղաքական ուժեր ունենք, որ բան են անում, ընտրություններում ապավինում են քրեական բաներին, քրեական ենթամշակույթին եւ այդ շրջանակներին։ Եվ սա խնդրեմ է։ Եվ ես ընդունում եմ, այո, ընդունում եմ այն հարցը, որ բարձրացնում եք, շատ կարևոր հարց է, եւ ընդունում եմ, որ մենք պետք է շատ լուրջ եւ շնորհակալ եմ ձեզնից, որ ընդգծեցիք, որ դա մի գերատեսչությամբ նույնիսկ առանձին վերծրած բանի հանրային շերտի խնդիր չէ, այլ բոլորի խնդիրն է եւ կոչ եմ անում նաեւ, որ բոլորին համախմբվել է ֆունդամենտալ խնդիրը լուծելու շուրջ, որովհետեւ մի բանի